Սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ հարգելի ունգընտիրներ, եւ դուք, որ այս հաղորդումները գլսեք, ողջունում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի սիրով։ Երկար ժամանակ է ի վեր Աստվածաշունչյան ոսկե համարներ հաղորդումը գանք արած էր։ Նախ սկսավ տեխնիկական խանգարումներու պատճառով գանք առնել, հետո քիչ մնալ իմ ձույլությունով երկարացավ։ Սրտանց դերոճմե եւ ցես բոլորեդ ներողություն կխնդրեմ։ Դերոճի ողորմությամբ այսօր վնե սկսյալ նորից կսկսիմ ծառայել Աստվածաշունչյան ոսկե համարները կարդալ։ Այսօրվա նյութը պիտի ըլլա համայն մարդկության համար շատ կարևոր համարներ։ Տերոջ խոսքը օրտնապեր ըլլա բոլորիս։ Ամեն։ Աստուծմե ղրգված մարդ մգար, որուն անունը Հովաննես էր։ Ասիկա վկայության համար եկավ, որբեսի լույսին համար վկայե, որբեսի ամենքն անոր միջոցով հավատան։ Ինք չէր այն լույսը, հապա եկավ, որբեսի լույսին համար վկայե։ Ճշմարիտ լույսը ան է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը լուսավորե։ Ինք աշխարհի մեջ էր եւ աշխարհ անով եղավ, բայց աշխարհ զանիկա չջանցավ։ Իրենիներուն եկավ, սակայն իրենիները զինք չընդունեցին, բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տուվավ Աստուծո որդիներ ըլլալու, որոնք կհավատան իր անվանը, որոնք ոչ այրուն է եւ ոչ մարմինի կամք է, ոչ ալ մարդու կամք է, հապա Աստուծմե ծնան։ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակեցավ եւ անոր փառքը տեսանք հորմեն միածինի փառքին պես։ Շնորհքով ու ճշմարտությունով լեցուն։ Հովաննես վկայեց անոր համար եւ աղաղակեց ասելով. ասիկա է որուն համար գսեի, ան որ իմ ետևես կուկա, ինձ մե առաջ եղավ, վասնզի ինձ մե առաջ էր, եւ անոր լեցունութենեն մենք ամենքս շնորհք արինք շնորհքի դեղ, վասնզի օրենքը Մովսեսին ցերկով դրվեցավ, բայց շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսին ցերկով եղան։ Մեկը երբեք Աստված դեսած չէ, բայց միածին որդին, որ հորը ծոցն է, անիկա պատմեց։ Ավետարան Հովաննու առաջին գլուխ 6-18 համարները։ Հետևյալ օրը Հովաննես տեսավ Հիսուսը, որ իրեն կուկար եւ ասավ. ահա Աստծո քարը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Ավետարան Հովաննու առաջին գլուխ 29 համար։ Եվ Հովաննես վկայություն տուվավ ասելով, թե գտեսնեի հոգին, որ աղավնի պես երկինքեն կիչներ ու անոր վրա գհանգչեր։ Եվ ես զանիկա չէի ճանչնար, բայց ան որ զիս խրգեց ջրով մգրտելու, ինքը սավ ինձի, որու վրա տեսնես, որ հոգին գիչնե ու գհանգչի անոր վրա, անիկա է, որ Սուրբ Հոգիով կմգրտե։ Ես ալ տեսա ու վկայեցի, թե ասիկա է Աստծո որդին։ Ավետարան Հովաննու առաջին գլուխ 32-ին մինչև 34 համարը։ Ուստի Հիսուս Երուսաղեմ գնաց։ Տաճարին մեջ գտավ արջար ու ոչխար եւ աղավնի ծախողներ ու ըստակ փոխողներ ալ, որոնք նստեր էին։ Չվանե խարազան մշինելով ամենքը տաճարեն դուրս հանեց, ոչխարներն ալ ու արջարներն ալ։
աղավնի ձախողներուն ըսավ, ասկե վերցուցեք ասոնք, իմ հորս տունը արուդուրի դուն մի ընեք։ Ավետարան Հովաննու երկրորդ գլուխ 13-րդեն մինչև 16 համարներու միջև։ Երբ Զատկի Դոնին Երուսաղեմ էր, շատ մարդիկ անոր ըրած հրաշքները տեսնելով հավատացին անոր անվանը, բայց ինք Հիսուս իր անձը անոնց չեր վստահեր, վասնզի ինք գճանչնար ամեն մարդ, պետք չկար որ որևէ մեկը ուրիշ մարդու համար վկայություն դար իրեն, քանզի ինք գիտեր թե ինչ կա մարդուն ներստին։ Ավետարան Հովաննու երկրորդ գլուխ 23-ն 25 համարները։ Փարիսեցիներեն մարդ մգար Նիկոդիմոս անունով, որ հրյա իշխան էր, ասիգա գիշերով Հիսուսին եկավ եւ ըսավ անոր. Ռաբբի, գիտենք թե թուն Աստուծմե վարդապետ եկած ես, վասնզի մեկը չի կրնար ընել այն հրաշքները, որոնք թուն գնես, եթե Աստված իրեն հետ չլա։ Պատասխան տուավ Հիսուս եւ ըսավ անոր. Ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդ մը նորեն չձնանի, չի կրնար Աստծո թագավորությունը տեսնել։ Հիսուս դարձյալ կպատասխանե ըսելով. Ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդ մը ճուրեն ու հոգիեն չձնանի, չի կրնար Աստծո թագավորությունը մտնել։ Մարմինեն ծնածը մարմին է, ու հոգիեն ծնածը հոգի է։ Մեկը երկինք չելավ, բայց միայն անիգա, որ երկինքեն իջավ, որդին մարդո, որ երկինքեն է։ Ինչպես Մովսես անապատի մեջ օծը բարձրացուց, այնպես ալ պետք է որ որդի մարդո բարձրանա, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չխրկեց աշխարհ, որպեսզի աշխարհը տադե, հապա որպեսզի աշխարհ անով փրկվի։ Ան որ կհավատա անոր չի դատապարտվիր, եւ ան որ չի հավատարանիկա արդեն դատապարտված է, վասնզի Աստուծո միածին որդիին անվանը չհավատաց։ Այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ ու մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին, վասնզի ամեն ով որ չարը գործե, անիգա լույսը գադե եւ լույսին կով չի կար, որպեսզի իր գործերը չհանդիմանվին, բայց ան որ ճշմարտությունը գործադրե, լույսին կով կուկա, որպեսզի հայտնի ըլլա թե իր գործերը Աստուծմով գործուվեցան։ Բարի եւ օրհնապեր օրեր մաղթելով մնացեք խաղաղությամբ, ամեն։